Չհիանալ հայոց բնությամբ դա անհնար է, տեսեք մենք եկանք մոտավորապես 30 կիլոմետր ճանապարհ եւ բնությունը գեղեցիկ է, ինձ զսպում է անդադ ասում էի չնկարենք, բայց բարեկամներ եկանք հասանք այս տեսարանին եւ որը որ անհնար է չնկարելը, չնկատելը, ձեզ ցույց չտալը եւ հիմա մենք դուրս ենք գալիս արդեն Վայոց ձորից, առջևից մեր տուրիստ բարեկամներն էին, տես Ֆորդով եկել ֆրֆռում էին Հայաստանի գեղեցիկ բնություններով եւ նրանք նույնպես ականատես եղան այս գեղեցկությանը։ Հիմա ես ու Հովհաննեսը գնում ենք ուղիղ Արտաշատ Արմենիա ռեստորան, որտեղ սիրված քույրիկի ծննդյան օրը, ինչպես նաեւ սիրված քեռակնոջ ծննդյան օրը երկու առիթը մեկում հավաքվել են բարեկամները, հարազատները նշում են, բայց այ երկու եղբայրները մեր Անդրանիկը եւ Գարիկը գտնվում են Վլադիկավկազում, նրանք այստեղ չեն, հետևաբար մենք պետք է գնանք եւ գեղեցիկ կազմակերպենք անակնկալը, թե Քրիստինե քույրիկին անակնկալ անենք, թե Կարինե քեռակնոջը գեղեցիկ ուրախություն տեղ հասցնենք։ Բան չի մնում, մոտավորապես մի ժամ հետո մենք կլինենք Արտաշատի Արմենիա ռեստորանում եւ հանդիսավարի հետ պայմանավորված գեղեցիկ ձևով կկազմակերպենք այս անակնկալը։ Հրաշք է հայոց բնությունը, գարուն է, ծաղկում են աչից ու ձախից, լեռները, նրանում արկա բոլոր բուսատեսակները հիմա պճնվել են, զարդարվել ու սպասում են, որ մենք նրանցով հիանանք, մենք էլ բաց չենք թողնել, անպայման պետք է հիանալ ամեն թուփով, ամեն անկյունով ու սարով բլուրով։ Հրաշք իրավիճակ է, հիանալի միջավայր, որի միջով մենք հիմա ոչ միայն երթևեկում ենք, այլ նաև հիանում ենք։ Մի պահ դառնում ես արդեն զբոսաշրջիկ այս գեղեցկության մեջ, Արարատն ու փոքր Արարատը նկարի, մեր սուրբ լեռները, նրանք Զանգակատան կողմից են երևում։ Հիմա մենք հասել ենք Պաուր Սևակի մեծ ընկերող Բանաստեղծ Պաուր Սևակի ծննդավայր Զանգակատուն, գյուղը հենց անվանվել է իր համանուն ստեղծագործության արդիվ, պատվին եւ այն հիմա շարունակում է ծաղկել Զանգակատան ժողովուրդը շատ լավն են, հայրենասեր, սահմանպահող, բնություն մշակող, ընտանիքասեր, հրաշք մի վայր է սա, բնություն ու գյուղ եւ նշեմ, որ հենց եթե լեռներից կանգնես նայես Զանգակատանը կզգաս թե ինչքան շատ են սիրում այստեղ խնամել այգիները, աչից ու ձախից ծառեր են գեղեցիկ խնամված, պտղատու, որի բերքը հենց զանգակատնեցիները հանում են ճանապարհի կողքը, դնում ու վաճառում են, նվիրում են մեզ, մենք էլ անտարբեր չենք անցնում իհարկե, պետք է օգտվես, շնորհակալություն այդպես, որ նրանք մնացել են այս սահմանամերձ գյուղում, ծաղկեցնում են եւ առաջ են տանում գործերը մեր բոլորիս։ Այնպես որ եթե նրանք այդքան աշխատասեր չլինեին, ստեղծագործ չլինեին, ընկերներ, մենք ուղղակի կանցնեինք մի ամայի ճանապարհով, որտեղ կլիներ միայն գեղեցիկ սարեր ու վերջ, բայց այսօր մարդիկ իրենց գյուղը շեն են պահում, ինչը գովելի է, շնորհակալ ենք եւ անցնում ենք առաջ, գնում ենք մեր հոբելյարների մոտ։ Միշտ կհասնենք Արտաշատ, հիանանք եւս մեկ գեղեցիկ տեսարանով, հզոր, ուժ տվող տեսարանով եւ շարունակենք մեր ճանապարհը։ Գեղեցիկ է երկինքը, ամպերը, Մասիսը եւ իհարկե երասխին բնորոշ չոր բնությունը։ Այստեղ կանաչը շատ քիչ է մնում, հետևաբար մենք քանի կանաչա նկարենք, որ հետո կարմիրը նկարենք։ Ամպերի գեղեցկությունը տեսնում ես Հովհաննես։ Մաքրեմ դիմապակին, որ ավելի լավ տեսնես։ Կարմրահող, որը ճրկվելու ճանապարհ է սարքվել, որը ինքնին արդեն գեղեցկություն է, կարծես շրջանակ լինի մեր Սուրբ Լեռան համար։ Դուրս ես գալիս եւ միանգամից դուրս է գալիս քո առաջ, տալիս սեր, վեհություն եւ ճանապարհում առաջ։ Նայելով Մասիսին գիտակցում ես, որ հայոց ազգի ճակատագիրը երբեք էլ հեշտ չի եղել, երբեք էլ հենց չի եղել, որ մենակ ուղղակի ապրելու մասին մտածես։ Մեր ամբողջ գենի հոմանիշն է պայքարը։ Մենք միշտ պայքարել ենք եւ հաղթել ենք։ Հաղթած չլինեինք, չենք լինի աշխարհի ամենահին ազգերից մեկը։ Մենք հաղթել ենք եւ դա գիտակցում ենք։ Այդ հաղթանակը պետք է պահել ու տանել։ Խաչով, Սուրբ Մասիսով եւ մնացած մեզ ոգևորող ուրիշ սիմվոլներով։ Բարեկամներ, մենք հիմա արդեն Արտաշատում ենք, Արմենիա ռեստորանն էլ աչից արդեն դեղին տառերով երևում է։
Գնում ենք, արդեն հասնում ենք առիթի տեղը, զանգենք կամանդիրը մեզ դիմավորի, որովհետև նա պետք է այստեղ մեզ դիմավորի, որ նոր գնանք անակնկալն անելու։ Ներենք ուժում տարածք, տեսնենք որտեղ կարող ենք կայանել մեքենայից թվում է սկիզբը կարելի է կայանել։ Այս անակնկալը արել են, թե նոր են ուզում անել։ Ո՞րն է մեր այսօրվա հանդիսավարը, ժպիտը դեպքին, ողջույն, հազար ողջույն, եկել ենք անակնկալ անենք։ Դու դրսի համար քեզ ասել են երբ պետք է հանես։ Երբ։ Մոտավորապես 10-15 պակաս։ Այն ժողովուրդը հավք է կայնել են։ Ուզում ես իրար հետ անենք։ Հիմա որ օրինակ էլ եմ անակնկալ անեմ, իջցնենք ժողովրդի ներքև էս անենք։ Ունես 5 րոպե սպասես։ Հա, ես սպասել եմ։ Հիմա երգեն ուզում երգեն, ես գնամ տեղյակ պահեմ այնտեղ DJ-ի բանին, ու գամ քո մոտ ու կազմակերպեմ։ Ջան, Սամվել ջան, ապրես ախպերս։ Սամվելը, հա, Սամվել, քո համար ասա նոր գնա։ 0 077 01 67 09 Հովանես, էսի կգրես սենց, որ ում պետք է Սամվելի պես հանդիսաբար կանչ է ախպերս։ Այս սենց։ Բոլորի բարով եք հավաքվել, ես ինչ լավ ծափեր են տալիս, բա երաժշտություն ունենք, որ չէ, լույսերը կներեք։ Կխնդրեմ լույսերը վառել։ Այսօր ունենք երկու հրաշալի հոբելյար, մեկը 50-ամյակ է դիմավորում, մյուսը չեմ ասի, քանի տարեկան, բայց մեր Քրիստոնյա քույրիկը ուրա։ Նա եկել է Վլադիկավկազից, հատուկ էս առիթով մեծ ծափեր տանք մեր երկու հոբելյարների համար։ Ես շնորհավորանքներ եմ բերել ձեզ, հոբելյարներով շփում են հիմա, հա, շատ գեղեցիկ եք, ձեր ծննդյանորն ենք եկել շնորհավորենք, ես քաղցրությունը պահեք, երկուսով պահեք, ինչքան հոբելյար, երկուսի տա ես տորթը, ծափերը բարձր, գեղեցիկ լինեք և այսպես գեղեցիկ պահեր ձեր բոլոր հարազատները պատրաստ են միշտ ձեզ համար մատուցել, անել, որ լավ լինի, գեղեցիկ լինի, որովհետև դուք ձեր ներկայությամբ միայն գեղեցկություն և լավ էմոցիաներ եք տալիս բոլորին, այս ծափերը դրա ապացույցն էր, այ հիմա որ տալիս են, այս ծափերը նշանակում ձեզ շատ են սիրում, իսկ հիմա Սամվել, արի հաշվար կանենք, հետ հաշիվ տանք, որ չեն մոմերը, 2 Հջինք Ծափերը բարձր է, լավա, բայց արի չցավացնեք ձեռները, թե չէ կարող է մեզ վռնդեն այստեղից, այդքան շատ ծափ չկան էլի։ Ասեմ, որ իրենց պահած երազանքը ոչ ոքի չասեն։ Չեն ասել, բայց պահեցիք երազանք, հասցրել եք պահ, երկուստ էլ։ Դե շնորհավոր լինի ձեր այս գեղեցիկ օրը, միշտ առողջ լինեք և սիրված, իսկ հիմա մենք ուզում ենք ծաղիկներ հանձնել, և այս ծաղիկները ես պետք է տամ մեր Կարինե քույրիկի ամուսնուրենը։ Դու ես, ջան, կպաչես, չէ։ Երկուսին էլ կարաս տաս, դե մեկ կեսիտ նվիրի գերկի պաչի։ Անհամբեր անորժներու ակնթար չենք բաժանվում մոթորերը Ես էլ չեմ ասում ում կողմից է անակնկալը, բայց ամեն ինչից զատ, էլի կա անակնկալ, հենց որ վերջացնեմ Սամվելը կասի, վել ասա չէ դու կասես։ Բայց ես չեմ ասի, դու պետք է ասես։ Կասեմ լավ աղբերս, որ պնդում ես, հակ ես կասեմ։ Հիմա հաջորդ ծաղիկն եք նվիրում քույրիկին, եղբայրը քույրիկին թող նվիրի ծաղիկները։ Ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին կես, իմ օգին, քեզ հետ եմ քայլի մարել առաջին։ Ապրեք, շատ ուրախ մարդիկ են հավաքվել, ուզում եմ նշել, որ ձեր ծնունդին ում կանչել եք արժանի է, որովհետև ձեզ շատ են սիրում, ձեռները ցաված, բայց էլի ծափ են տալիս, մեկա շատ լավ է, դա գովելի, բայց այսքանով անակնկալները չեն վերջանում։ Սամվել ինչ ես կարծում, առաջինը հոբելյար իշնի, թե բոլորն իշնեն նոր հոբելյար իշնի։ Ստեփան ջան, առաջարկն էսպիսին է, եկեք հոբելյարին զբաղեցնենք, թող մնացածն չէ, իշնեն, հետո ես ու դու հոբելյարին կուղեցենք։ Հա, Կարինե քույրիկ, զբաղվեք դուք, թող մնացած իշնել, ով ուզում է տեսնի անակնկալը, կարող է իշնել, ով էլ չէ, թող նստի ծափ։ Մենք մի փոքր կշոկենք մեր հոբելյարներին, իսկ մնացած մեր ներկաներին հրավիրում ենք ռեստորանային համալիրի բան։ Քրիստոնյա քույրիկ, այս անակնկալ էս ներքև որ կազմակերպված է, դա ձեր համար չի, բայց ձեզ էլ ենք հրավիրում, որ իշնեք էլ հոբելյարի հետ, որովհետև այսօր երկուսով եք հոբելյար, խմել ես կենաց, հա։ Իհարկե։ Ասել ես։ Իհարկե։ Շատ ապրես։ Այս սերն ու հարգանքը ուզում եմ հիմա մոտենամ առաջինը Քրիստոնյա քույրիկին հարցնեմ ում կողմից կլինի։ Ում կողմից կլինի։ Չգիտես ասել չգիտեմ։
Չգիտի, բայց վերջում ասած տարբերակ աղբերներից, հիմա գնում ենք, հա, չիլի, բայց հիմա գնում ենք մեր մյուս Հոբելյարի մոտ, ում կողմից կլինի։ Ռուսաստանի Դաշնությունից։ Այո։ Գարիկի աղբերներս են կամ էլ ամուսինս։ Ամուսնու անունը զուր տվեցիք, նա ձեզ շատ ասիրում, բայց եղբայրների Գարիկի, Անդրանիկի ընտանիքների կողմից շատ սիրում են, երկուսիդ էլ հավասար տեսակ, չէ, տորթը հավասար էր, ծաղիկները հավասար է, մեկին լավը չի, մեկին վատ էլի, ընտիրը ամեն ինչ, ով իջա, իջելը չեն իջը, մնացել են տեսակ։ Հարգելի ներկաներ, կարող եք իջնել ռեստորանային համալիրին։ Էդ չէ ցած։ Սպասում ենք ձեզ այնտեղ իջեք, որպեսզի մենք Հոբելյարին ուղեկցենք։ Հիմա հոբելյարներին կուղեկցենք, բայց անակնկալը մի հոբելյարին է նվիրված եւ սրտանց է նվիրված այնպիսի մարդու կողմից, ով ձեզ շատ է սիրում։ Էջեք ցած։ Էջեք ցած։ Աղբերս որ Հոբելյարս տեա, մենք ուրիշն ենք։ աղբեր Իջեք, նա վերջում պետք է գա։ Հարգելի ներկաներ, կխնդրեմ բոլորին իջնել ռեստորանային համալիրին։ Մենք համոզվենք բոլորը իջել են, սեղանները թալանենք այդան։ Ով իջնում է, թող իջնի, ով էլ չէ, բարով մնա, անուշ անի։ Մի փոքր արագացնենք, քանի որ ժամանակը շատ սուր է։ Հոբելյարը հուզված է։ Տարիներ առաջ Եղեգնաձորում, Ես էլ դեմք եմ հիշում։ Բարդիների պուրակում, էլի երկուսով Հոբելյան ենք եղել, էլի դուք եք անակնկալ։ Բարդիների պուրակ, Եղեգնաձոր, Բարդիների պուրակ գետապից վերև։ Չէին ներքև, ընտանիք հանգստի գոտ։ Ընտանիք հանգստյան գոտի եմ եկել տարիներ առաջ։ Սամվել, տարիներ առաջ դեռ 100 տարի այս գործը անում ենք։ Ծերացանք այս գործի մեջ, բայց հաճելի է ձեր ժպիտը տեսնել։ Մի հոբելյարն իջել է արդեն։ Ուղեկցում ենք։ Ինքը վերնաշենցի Որտեղ է ձեր կեսը, հաճելի է շատ, բարեկամներ, ձեզ բարձր տրամադրություն, մենք էլ իջնում ենք ներքև տրամադրություն շարունակենք։ Ուրեմն այս անակնկալը հենց որ տեսնեք արդեն մի անգամից իմանալու եք ում կողմից է, բայց մեկը ես իմ սովորության համաձայն պետք է կարճեմ ու հարցեր տամ ում կողմից է։ Համաձայն եք։ Դե իջնում ենք հանգիստ, հավեսով, օգնում ենք, ես ու Սամվելը խնամքով ուղեկցում ենք մեր հոբելյարին, որպեսզի ամեն ինչ լինի ուժեղ։ Պատշաճ կերպով։ Իջար վերջ, չէ։ Վերջը։ Բայց դե յար գնանք։ Դե հիմա մենք դուրս ենք գալիս ուղակի։ Ծափերը սկսում ենք տալ, հոբելյարը եկել է։ Երաժշտությունը հնչում է։ Բացը ծափահար։ Ուր է երաժշտությունը։ Հենա։ Ջան, սկսավ։ Կուզեի ծնվել ես իմ նույն հարազատ մորից, Որ մանկության ջերմությունից բարուր էր, Մայրս իր մետաքս է ձեռքերով ինձ բարուր է մամուզում եմ ես առաջվա պես օրոր ասես, Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես, Թող քեզ ամուր կրկեն սիրտը իմ կարոտից փրկես Դեն իջացրու։ Հիմա Իհարկե հայրիկներ պետք է գար, որովհետև մաման ու պապան հավասարաչափ սիրված են, մա ծափեր տան գեղեցիկ ընտանիքի համար։ Այստեղ ենք հրավիրում նաև Մանուկին, Մանուկ ուր ես։ Մանուկ, ընչես կայն է, գնա։ Եվ իհարկե, որդիներին բոլորին։ Մանուկը թող գնա, որդիները բոլորը թող գան, և իհարկե Քրիստինե քույրիկ, դուք էլ։ Ուրա, Քրիստինե քույրիկն ուրա։ Դե դու էլ ստեղից ես անցնում։ Կողքնեմ, կարաս անցնես սենց։ Քրիստինե քույրիկ, դուք էլ եկեք, էլի նվերներ ունեք, էլի ծաղիկներ։ Ես կատեղ, Վլադի Կավկազից եկել եք, բաց ես ու շադրություն կաղա չէ դարձնեք։ Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ
ասենք շնոր, հա, որ։ Բայց բաց էր, Շնոր, հա, որ։ Բրավո, սափահարությունները բարձր։ Մայրիկ, դու սուրբ ես երկնքից իջած լույս, Աստծուց տրված հրեշտակ մեր կյանքի ուղին, Քո սրտի ջերմությամբ տունն է շնչում, Քո աղոթքով է պահված մեր վաղվա Քո ամեն հայացքը խրատուսեր, Քո ամեն խոսքը ճշմարիտ ուղի, Քո ամեն ապտակը աղոթքելուր, Որ զավակդ մեծանման ու արդուարդա Մայրիկ դու ընտանիք միավորողն ես Մեր տանցյունն ես, մեր հոգու լույսը Երեխաների սերն ես անսահման Մեր կյանքի հույսն ես, մեր սրտի ձայնը Դու քորերն ես մեզ նվիրել Քո գիշերները մեր երազների Քո ցավը պահել ժպիտի տակ Որ մենք ժպտանք այս աշխարհում Հապսու, բա, բրծայ Բարեկամներ, ահա, հա, տեսամ դարը Մեքենա է կանգնել մեր ետևում 07 մակնիշի մեքենա Ասեմ քեզ Հովանես ժամանակին ես էլ էի 07 քշում Հետո 07 չքշեցի և մի անգամից սկսեցի քշել Մերսեդես Մերսեդեսից հետո էլի Մերսեդես Այդ Մերսեդեսից հետո արդեն վերջնական սկսեցի քշել Porsche Cayenne հաջողություն ձեզ Հիմա բարեկամներ, եթե հավանեցիք անակնկալը այս ծայրից այն ծայրը, խնդրում եմ լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք, իսկ մենք պատրաստ ենք միշտ ուրախ առիթների գտնվել ներկա եւ լավ անակնկալներ անել։ Գնացինք առաջ։ Բայց ճիշտ պետք է գնանք առաջ, որովհետեւ հենց է ստացվում, որ բան պետք է արվի, էլի, Հովանես։ Մեքենաներին զիջենք, նոր գնանք առաջ։